Գիտեք ինչ, Մայդանի ժամանակ ես Ուկրաինայում էի։ Անդ ստացվեց, որ ընդ մենք բիզնես ձեռք բերեցինք, չգիտեինք, որ Մայդանն է լինելու։ Ու ես որ հենց մի ամիս առաջ բացվեցինք, ու այդ Մայդանը որ սկսեց, ես գնացել եմ Մայդան, տեսել եմ այդ մարդկանց, որ ասենք Ռուսաստանի հերոստացույցներով ասում էին, որ էդի բայևիկներ են ավտոմատներով ընդ կայնած էդի ապուշություն էին խոսում, էլի ընդ երեխեք էին, կանայք, ծեր մարդիկ, ընտանիքներով մարդիկ գալիս էին այդ Մայդան։ Ու իմիջայլոց գիտեք ինչ այդ որ Պուտինի մարդիկ այդ սնայպերները դրեցին, սկսան հաթաթ խփել մարդկանց, առաջի զոհը հայ տղա էր, Սերգեյ Նիգոյանը, հենց առաջի Մայդանի զոհը ինքն է եղել, ջահել տղա էր։ Դրա համար մարդիկ կյանք են տալի ազատության համար, բայց մի ուրիշ ցածր մակարդակի մարդիկ, իրանց մի կոպեկներ են աշխատում ընդ Ռուսաստանում ռուբլիներ կամ ինչ որ թեկուզ ինչ բիզնես էլ ունենաս։ Եթե դու բիզնեսմեն ես, մոտ ուղեղը աշխծրա, մոտ ուրիշ դե բիզնես բացի, եթե դու այդքան ընդունակություն չունես, որ նորից ստարտափ ստեղծես, դու բիզնեսմեն չես։ Դու մի հատ քո, ասենք, էգոիստության համար եկա երկիրը Հայաստանը ուզում ես վերացնես, որ էդի մենակ քո համար չի, բոլորի համար է, անցյալ հայերի, սաղ մեռած հայերի 1000-6000 տարվա ընթացքում ներկա բոլոր հայերի, տասնը քանի միլիոն հայերի ու ապագա ավելի շատ միլիոն հայերի։ Ու ասենք այդ մարդիկ այնքան ջիշովկա մարդ են, որ ասենք այդ մի կոպեկների համար իրանց կոմֆորտի համար, որ այդքան էլ կոմֆորտ չես կարող ասես, որ Ռուսաստանում կոմֆորտով են ապրում։ Ցածր վիճակի մեջ, ցածրացված վիճակի մեջ են ապրում ու իրանք գալիս են, որ պատժեշկա անեն ճուժո երկրի Լիլիպուտին, չէ, որ քեզ ինչ ինքը չհասկացա, այդ Լիլիպուտը քո Հայաստանը չի թողում զարգանա, դու եկել ես, որ իրան պատժեշկա անես, այտենց ես չգիտեմ, չեմ էլ կանում ես բառեր չեմ գտնում, որ արտահայտվեմ ես այտենց բանի համար։ Ու Ուկրաինայում մենք ասենք ես ուրախությամբ իմ բիզնեսը ռադարի գնաց, կորցրեցի, շատ փող կորցրեցի, բայց ուրախ էի ես իրանց համար։ Բայց այսօր հենց Հայաստանը Ուկրաինայի շնորհիվ, որտեղ Ուկրաինան ուշադրությունը գրավել է իր վրա, ինքը զոհեր է տալի, պաշտպանվում է։ Եթե այդ բաները չլներ, Հայաստանը այսօր չէր կարա պլստալ, որտեղ այդ ագրավիճանգերից դժվար է դուրս գալը, բայց ազատությունը դա մեծ բան է, որտեղ ազատություն ունենալով մանավանդ այտենց մարդիկ, որոնց որ հայերն են, իրանք կնեն զարգանալ կզարգանան։ Այն մարդիկ, որ տվել են Եվրոպային ցիվիլիզացիա, չէ, քրիստոնեությունը։ Ոնց եղավ, որ ասենք իրանց նախահայրը մնաց անգրագետ, բայց Եվրոպան զարգացավ։ Բայց հայերը Հայաստանը պետք է զարգացած լինի, նայեք շատ մարդիկ մտածելակերպների եւ այլն։ Ես ամեն անգամ ասում եմ, ես քաղաքականության մասին չեմ խոսում, ես ընդհանրապես չեմ սիրում քաղաքականությունը, ես ինքն արժանապատվության մասին եմ միշտ խոսում։ Հիմա ասենք, եթե Փաշինյանը եկել է, նորից եմ ասում, կապ չունի Փաշինյանը, Պետրոսյանը, ես ինչ անուզում լինի, հարցը դա չի, հարցը այն այդ մարդը գործերին նայեք, չէ, ոնց որ ասում եմ, ծառը, որ պտուղներով կճանաչես, մարդուն գործերով,
Հիմա այդ մարդը եթե դպրոցներ է բացում եւ այլն, այդ ինչա, այդ համար մեր ամենակարևոր բանը դպրոցներն է, զարգացումն է մարդկանց, որ հայերը պետք է սովորեն, պիտի սովորեն, որտեվ Ռուսաստանը ինչ է մցրել հայերին, չի ուզեցել որ զարգանան, չէ՞, միշտ այդպես տոտալիտարնի ռեժիմները չի թողում զարգանան, այդպես Աղվանստանում այդ տալիբները ինչ էին արել, ռադիոն ու թերթերը արգելել էին, որ մարդիկ խի պետք է ռադիո չլսեն, խի որ չիմանան, ինֆորմացիա չունենան, խի պետք է թերթ չկարդան, չզարգանան, որտեվ էշ մարդկանցով հեշտ է ղեկավարելը, չէ՞, ու դա միշտ այդպես է եղել այդ ղեկավարության նպատակը, որ մարդկանց էշացնեն ու ղեկավարեն։ Հիմա Ռուսաստանում ինչ են զոմբիացրել, որտեվ ալկաշ են, չէ՞, սա այդ ինչի գները որ ես ընդդեմ էի, ապրում էի, ամեն ինչի գները բարձանում էր, մենակ արախի գինը չէր բարձանում։ Որտեվ ասում էր խմեք, հարբեք, ալկաշները այտենց ընկեք գեդին մեռեք այտենց հողի վրա ու որ հեշտ լինի ղեկավարել իրանցով։ Դա Ռուսաստանի նպատակը, որ հայերին էլ այտենց հայերին ալկաշ չի կարող սարքի, ուրիշ բաներ, ասենք, չի թողում, ասենք, գիտություն ստանան, որ այտենց հետա մնան, որ հեշտ լինի, որտեվ ինքը գիտի հայերն այս պոտենցիալ ունեն, որ հանկարծ զարգացան, ինքը դառնալու է ոչնչություն, sense մի հատ աղբի կտոր։ Լավ մնացեք իմաստուն հայեր, զարգացեք եւ առողջ եղեք։